Սիրելի հավատացյալներ, մենք հասել ենք Մարկոսի ավետարանի 12-րդ գլուխը։ Մեզ շատ քիչ բան է մնացել, որպեսզի ավարտենք Մարկոսի ավետարանի ընթերցանության եւ ուսումնասիրության այս ճամփորդությունը։ Եվ մենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շրջանում ենք գտնվում։ Անցած անգամներին արդեն խոսվել է այն մասին, որ Հիսուս Քրիստոս իր վերջի շրջանում մտնում է Երուսաղեմ, գնում է տաճար եւ սկսում է ուսուցանել այնտեղ վերջին անգամ իր վարդապետությունը, փոխանցել իր հիմնարար սկզբունքները մարդկանց, որպես իր հարությունից եւ համբարձումից հետո իր պատվիրանները դաջված լինեն մարդկանց մտքերում եւ սրտերում, որպեսզի նրանք կարողանան ճամփորդել այս աշխարհի փորձությունների միջով, կարողանան անցնել ալեկոծվող ծովերի միջով այնպես, ինչպես անցնում էին Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ ահա, երբ Հիսուս Քրիստոս ուսուցանում է, նրանց բացատրում է, նա նաև հանդիմանում է փարիսեցիներին, օրենսգետներին, ծերերին, որոնք խախտում էին Աստծո պատվիրանները եւ շեղում էին մարդկանց իրական փրկության ճանապարհից։ Եվ երբ նա տաճարում այս ուսուցանության մեջ է ելնում, նա ընթերցում է մի առակ, նա բացատրում է մի առակ, որը ներկայացվում է այսօր Մարկոսի ավետարանի 12-րդ գլխում։ Եկեք միասին լսենք, թե ինչ է ասվում։ Եվ սկսեց նրանց հետ առակներով խոսել եւ ասել. մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոսփորեց եւ աշտարակ շինեց, եւ այն հանձնեց մշակներին եւ գնաց ուրիշ երկիր։ Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից, եւ մշակները նրան բռնելով ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին։ Դարձյալ նա մի ուրիշ ծառա ուղարկեց եւ նրա էլ գլխին հարվածեցին եւ անարգելով արձակեցին։ Եվ վերստին մեկ ուրիշին ուղարկեց, սրան էլ սպանեցին։ Եվ ուրիշ շատերին ուղարկեց, ոմանց ծեծում էին, ոմանց սպանում։ Դեռևս նա մի սիրելի որդի ուներ, վերջում նրան ուղարկեց նրանց մոտ, ասելով. թերևս իմ այս որդուց ամաչեն։ Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. ժառանգը սա է, եկեք սպանենք սրան։ Եվ ժառանգությունը մերը թող լինի։ Եվ բռնելով նրան սպանեցին ու հանեցին, գցեցին այգուց դուրս։ Արդ այգուտերը ինչ կանի, երբ գա եւ կսպանի մշակներին եւ այգին ուրիշների ձեռքը կհանձնի։ Դուք չեք կարդացել գրքի այն խոսքը, թե այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա եղավ անկյունակար, Տիրոջ կողմից եղավ այս եւ մեր աչքերին սքանչելի է։ Այս պատմությունը, որ Հիսուս Քրիստոս պատմում է, բնականաբար տարբեր ընկալումներ պիտի ունենար, այն ժամանակ նրանք, ովքեր որ փարիսեցիներ էին այնտեղ կանգնած եւ շատ լավ հասկանում էին իրականությունը, շատ լավ հասկանում էին, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, Մեսիան ուղարկված Աստծո կողմից, հասկանում էին, որ առաջին հասցեատերը այս առակի հենց իրենք էին։ Բայց միանշանակ առակը Հիսուս Քրիստոս միայն փարիսեցիների համար եւ նրանց համար, ովքեր որ պատասխանատու էին, միայն նրանց համար չէր պատմում, այլ պատմում էր բոլոր մարդկանց համար, ովքեր այնտեղ էին։ Եկեք հասկանանք միասին, թե ինչ էր Հիսուս Քրիստոս բացատրում այս առակով։ Ասում է, թե մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոսփորեց եւ աշտարակ շինեց ու այն հանձնեց մշակներին եւ գնաց ուրիշ երկիր։ Այն այգին, որի մասին այստեղ խոսվում է, խաղողի այգի էր, եւ մենք շատ լավ գիտենք, թե խաղողը ինչ խորհուրդ ուներ մեր հրեական եւ ապա նաեւ մեր քրիստոնեական կյանքում։ Խաղողի պտուղը այն պտուղն էր, որը պիտի խորհրդանշեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը, նրա արյունը, որ պիտի թափվեր մեր բոլորի մեղքերի համար։ Եվ կարծես այստեղ Հիսուս Քրիստոս ասում է, թե այգի կար, մի մարդ այգի տնկեց, որտեղ խաղողի ծառեր տնկեց, եւ ահա աշտարակ շինեց եւ հանձնեց մշակներին եւ գնաց։ Ինչի համար։ Տեսեք, այն ժամանակ խաղողագործությունը, ինչպես նաեւ ձիթենու հետ աշխատանքը, ձիթենու այգիները ամենաշահութաբեր գործերն էին։ Այսինքն հрьяաները, եթե խաղողի այգիներ կամ ձիթենու այգիներ էին տնկում, ուղղակի ծառեր ինչ որտեղ չէին դնում, ցանկապատ էին քաշում, աշտարակ էին կառուցում, որպեսզի հանկարծ որևէ կենդանի չմտնի, պտուղը չփչացնի, որևէ գողություն տեղի չունենա, որովհետև սա մեծ շահույթի աղբյուր էր եւ նրանք ամեն գնով պաշտպանում էին իրենց այգին։ Շատ մարդկային, շատ հասկանալի երևույթ էր։ Հիսուս Քրիստոս ասում է, պատկերացրեք մեկը, որ մի հսկայական այգի է կառուցում, ինչ պիտի անի, պիտի աշտարակ կառուցի, պիտի պահապաններ նշանակի, չէ, որ այդ պտղին հանկարծ այդ արդյունքը որևէ մեկը չափականի։ Բայց ինչ է տեղի ունենում։ Այս մարդը, որ կառուցում է այգին, թողնում եւ գնում է։
հեռանում է հեռավոր մի երկիր եւ մշակներ է տալիս, մշակների է վարձում, որպեսզի մշակները այդ այգին տնօրինեն։ Բայց այս մշակները ազնիվ չեն լինում։ Տեսեք, մեկ այդտեղ Ավետարանում Հիսուս Քրիստոս ասում է, որ կան հովիվների երկու տեսակներ. հովիվներ, որոնց ոչխարները իրենցն են, եւ հովիվներ, որոնք վարձու են։ Այն հովիվները, որոնց ոչխարները իրենցն են, երբ գայլը հարձակվում է, իրենց կյանքի գնով պաշտպանում են իրենց հոտը, բայց նրանք, ովքեր վարձկան են, գայլի երևալուն պես թողնում եւ փախչում են, որովհետեւ իրենց կյանքը ավելի են համարում, քան այն ունեցվածքը, որ ունեն։ Մինչդեռ նա, ում պատկանում է հոտը, չի փախչելու, այլ պաշտպանելու է իր գառնուկներին, որովհետեւ սիրում է նրանց։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ այս այգու տերը, որ այդ այգին իրենն է եւ ինքը սիրում է այդ այգին, եւ ինքը ջանք է թափել այդ այգու համար, վարձկանների է նշանակում, տալիս է նրանց այս այգին եւ հեռանում է։ Այս վարձկանները բնականաբար այդ այգու հանդեպ երբևիցե չպիտի սրտացավ լինեին, որովհետեւ նախ ազնիվ չէին եւ երկրորդը այդ այգին իրենցը չէր։ Եվ ինչ է տեղի ունենում, այս վարձկանները այգին մշակում են, այդ պտուղները քաղում են եւ այդ պտուղներից բավականին բերք են ունենում։ Արդյունքը, որ ստանում են, վերցնում են իրենց, այն ինչ իրենցը չէր, դարձնում են իրենցը։ Բայց ժամանակ անց այգու տերը մշակների մոտ իր մարդկանց է ուղարկում, որպեսզի այս մարդիկ արդյունքը վերցնեն, պտուղները վերցնեն։ Ինչ է տեղի ունենում, այս մշակները մեկին ծեծում են, մեկին քարկոծում են եւ մյուսին սպանում են։ Այսինքն նախ ծեծում են, լավ են բրծնում այս մարդիկ, ապա ավելի խիստ քայլերի են գնում, բացատրելով ուղղակի այգու տիրոջը, որ այս այգին մենք քեզ հետ չենք տալու։ Այո, այս այգին քոնն է, բայց մենք եկել ենք եւ տիրացել ենք քո այգում։ Եվ անգամ այն մարդիկ, որոնց դու ուղարկում ես, որոնք պիտի քաղային այստեղի պտուղները եւ բերեին տային քեզ, մենք իրենց անգամ սպանելու պատրաստ ենք, բայց այս այգին շահույթը, որ մենք ունենք այս այգուց, մենք քեզ չենք տալու։ Այս այգու տերը մեծահոգի մարդ է լինում, բարի մարդ է լինում։ Եվ անգամ նրանից հետո, երբ իր մարդկանց սպանում են, նա չի գալիս բոլորին կոտորելու, այլ ժամանակ է տալիս նրանց հասկանալու, հույսը դնում է այդ մարդկանց որակների վրա, կարծելով, թե միգուցե ամաչեն, արի ես իմ որդուն ունեմ, իմ միակ որդին, ամենաթանկ բանը, որ ես ունեմ այս աշխարհում, արի ես իմ որդուն ուղարկեմ նրանց մոտ։ Միգուցե հասկանան, որ եթե ես նրանց մոտ ուղարկել եմ ամենաթանկը, ինչ որ ես ունեմ, այդ այգին ինձ համար կարևոր է, միգուցե դա նրանք հասկանան, բայց երբ այս տիրոջ տերը գալիս է, այդ մշակները ինչ են մտածում, ասում են, ահա սա է ժառանգը, սա է նա, ում այս այգին պիտի փոխանցվի, եկեք սրան սպանենք, որպեսզի այգին մեզ մնա։ Եվ ինչ են անում, սպանում են եւ այգուց դուրս են հանում նրա մարմինը եւ գցում են այգուց դուրս։ Եվ ինչ եք կարծում, ինչ պիտի աներ այս այգու տերը, երբ իր միածին որդուն սպանում են։ Մեզանից որևէ մեկը, եթե այդ իրավիճակում ուներ, ինչ կաներ։ Բնականաբար պիտի գնար այգին հետ վերցներ եւ այդ մշակներին խստագույնս պիտի պատժեր, չէ՞։ Այո, մենք ունենք պատվիրան չսպանելու, որովհետեւ մենք չենք կյանքը տվողը եւ մենք չենք այդ կյանքերի տերը։ Իսկ հիմա հարց. իսկ եթե կյանքը տվողն է այդ տերը, իսկ եթե այդ մշակների կյանքն էլ պատկանում է այդ տիրոջը եւ նրանք սպանում են նրա որդուն, ինչ պիտի աներ այս այգու տերը, եթե ոչ կործաներ բոլոր նրանց, ովքեր այդ այգում էին, ովքեր վերցրել էին այն, ինչ իրենցը չէր եւ սպանել էին նրան, ում հանդեպ անգամ վատ խոսքի իրավունք չունեին, ում նայելու անգամ իրավունք չունեին, որովհետեւ նա ժառանգն էր այդ այգու տիրոջ, ում նրանք ծառայում էին։ Բնականաբար, երբ փարիսեցիները լսում են այս առակը, հասկանում են, որ խոսքը իրենց մասին է, որովհետև ինչ էր այգին, եթե ոչ Իսրայելը։ Աստված ստեղծեց Իսրայելին, ստեղծեց մի ժողովուրդ, որը իրեն էր պատկանում, այնտեղ կառուցեց տաճարը, այնտեղ հավաքեց բոլոր նրանց, ովքեր իր համար թանկ էին եւ ովքեր իրեն ընտրել էին։ Եվ այդ մարդկանց միջից մշակներ ընտրեց, առաջնորդներ ընտրեց, ովքեր այդ մարդկանց պիտի առաջնորդեին դեպի Աստված։ Բայց այս մշակները, ինչպես Աստվածաշնչում է ասվում եւ ինչպես մեր աղոթքներն են ասում, անզգամությամբ ուրացան Աստծուն, չամաչեցին Աստծուց եւ վերցրեցին այն, ինչ իրենցը չէր։ Եվ ահա ինչ է տեղի ունենում,
Հիսուս Քրիստոս ասում է գալիս է այդ այգու տիրոջ միածին որդին, իր սիրելի որդին, միակ որդին, եւ նրանք այս սիրելի որդուն են սպանում։ Հիսուս Քրիստոս բացահայտ ասում է, որ այո, ես միածին որդին եմ, որ եկել եմ ձեր մոտ, եւ դուք պիտի ինձ սպանեք։ Եվ ինչ եք անելու, ասում է, երբ նրան սպանեցին, նրա մարմինը այգուց դուրս հանեցին։ Սպանեցին այգու մեջ եւ նրա մարմինը այգուց դուրս հանեցին։ Այսինքն Հիսուս Քրիստոս եկավ դեպի Իսրայելը, իսրայելացիները նրան սպանեցին եւ հանեցին Իսրայելից դուրս, վտարելով նրան Իսրայելից։ Տեսեք, բոլոր նրանք, ովքեր որ գալիս էին Հիսուս Քրիստոսից առաջ, բնականաբար մարգարեներն էին, չէ՞, Աստծո ընտրյալները, որ գալիս էին, քարոզում էին Իսրայելին, ուղղորդում էին դեպի ճշմարտություն, բայց նրանք մարգարեները նրան տեսեցին քաջ գիտակցելով հանդերձ, որ մարգարեները խոսում են Աստծո անունից, որ մարգարեները փոխանցում են Աստծո ճշմարտությունը։ Նրանք նրանց ծեծեցին, սպանեցին եւ հեռացան։ Եվ այդ մարգարեների հիշատակությունը ամբողջ Իսրայելով մեկ կար, արձանների տեսքով, գերեզմանների տեսքով, այսինքն այն մարդիկ, ովքեր որ այդ ժամ Երուսաղեմի տաճարում տնօրինում էին տաճարը, այն մարդիկ, ովքեր որ առաջնորդում էին Իսրայելին, տեր էին կանգնում Իսրայելին, իրենք ամբողջ այդ տեսնելով շատ լավ հասկանում էին, որ իրենց ծնողները սպանել են Աստծո խոսնակներին, մարգարեներին, եւ այժմ Աստծո միածին որդին եկել է եւ իրենց քարոզում է եւ նրանք պատրաստվում են նրան սպանել, ասելով թե գուցե նրան սպանենք եւ ժառանգությունը մնա մեզ։ Մենք պատմությունից շատ լավ գիտենք ինչ է տեղի ունենում։ Երբ Հիսուս Քրիստոսին սպանում են, նա հարություն է առնում, համբարձվում է երկինք եւ տարիներ անց Երուսաղեմը եւ տաճարը կործանվում են։ Այն ինչ որ Հիսուս Քրիստոս ասում է, այգուտերը պիտի գա եւ այստեղ քարի վրա չի մնա։ Քանդելու է ամեն ինչ որ մարդիկ դարձրել են իրենցը, բայց պատկանում էր Աստծուն։ Եվ ինչ է ասում, ասում է կսպանի մշակներին եւ այդ այգին կտա ուրիշներին։ Չի ասում, թե այգուտերը այգին կվերացնի, այլ ասում է կվերացնի այգուց նրանց, ովքեր անարժանաբար տիրացել են այդ այգում։ Եվ այդպես էլ տեղի ունենում, չէ՞։ Եթե Իսրայելն էր Աստծո ընտրյալ ժողովուրդը, Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո առաքյալները գնում են ամբողջ աշխարհով մեկ եւ հեթանոսներին են դարձնում Աստծո ընտրյալ ժողովուրդը։ Աստված երբեք չի հրաժարվում իր ընտրյալ ժողովրդից, երբեք չի հրաժարվում նրանցից, ովքեր իրեն են պատկանում, բայց նրանք, ովքեր վերցնելով այն, ինչ Աստծունն է եւ ոչ իրենցը, օգտագործում են իրենց անձնական շահի համար, մտածելով բացառաբար նյութականի եւ աշխարհիկի մասին, գտնում են իրենց վախճանը։ Ինչպես առաքում, այդպես էլ պատմության մեջ իսրայելացիների համար եւ այդպես էլ Իսրայելից հետո, երբ նոր ազգ է ընտրվում Աստծո համար, քրիստոնեական ազգ, նույն կերպ եւ այս քրիստոնեական ազգի մեջ նրանք, ովքեր տիրանում են Աստվածայինին եւ շահագործում են դա, այն ինչը իրենցը չէ, արժանանում են այն պատժին, որին արժանանում են այս մշակները, որին արժանանում են իսրայելացիները, նույն պատժին արժանանում են նաեւ նրանք։ Ինչ է սա մեզ ասում, որ բնականաբար այն ժամանակ, երբ որ Հիսուս Քրիստոս խոսում էր տաճարում, խոսում էր փարիսեցիները հասկանում էին, իսրայելացիները հասկանում էին, բայց այսօր երբ մենք Քրիստոսից 2000 տարիներ անց ընթերցում ենք այս խոսքերը, ինչ ենք մենք հասկանում, ինչ է Հիսուս Քրիստոս մեզ ասում 2000 տարիներ անց այն իրադարձությունից, որը տեղի ունեցել, չէ՞ որ մենք այս առակը այսօր չենք ընթերցում փարիսեցիների համար, այս առակը մենք ընթերցում ենք ամենքս մեզ համար։ Տեսեք, տնտեսի առակի պես մենք ունենք կյանք, որը տրված է մեզ Աստծո կողմից։ Մենք ենք ստեղծել այդ կյանքը, ոչ։ Մենք ենք Տերը մեր կյանքի, ոչ։ Որովհետև այս կյանքը ստեղծել է Աստված։ Այս կյանքը մեզ տվել է Աստված, իբրև այգի, եւ Պարիս պեշինել, որպեսզի չարը չկարողանա հարձակվի մեր վրա, որպեսզի գայլերը չկարողանան գալ եւ մեզ կործանել, որպեսզի մեր պտղին որևէ բան չպատահի, որպեսզի մենք կարողանանք արդյունք տանք։ Բայց այդ նույն այգու մեջ, որը տրված է մեզ Աստծո կողմից, մենք մշակներ ենք եւ պիտի պտուղներ տանք Աստծուն։ Այն շնորհները, որ մենք ստանում ենք Աստծուց, լինի դա խելքը, լինի դա կարողությունը ինչ-որ բան անելու, աջակցելու, օգնելու, այն ամենը, ինչ որ մեզ տրված է Աստծո կողմից, տրված է, որպեսզի մենք Աստծուն պտուղներ տանք։ Եվ ինչպես ենք մենք Աստծուն պտուղներ տալիս, եթե ոչ պահելով նրա պատվիրանները, որոնք մեզ ուղղորդում են դեպի մարդասիրություն։ Եթե ոչ միմյանց սիրելով, չգոհանալով,
չստելով, չհայոյելով, չբամբասելով, ուրիշինը չվերցնելով, այլ սիրելով մարդկանց այնպես, ինչպես սիրում ենք ինքներս մեզ, անելով մարդկանց այն ամենը, ինչ որ կուզենայինք, որպեսզի մեզ անեն։ Ահա այս պտուղները Աստված մեզանից պահանջում է, բայց արդյոք մենք տալիս ենք պտուղները Աստծուն։ Արդյոք մենք կիրառում ենք այն բոլոր շնորհները, որ Աստված մեզ տվել է, արդյոք մենք մշակում ենք այն այգին, որ Աստված մեզ վստահել է։ Տեսեք, շատ հստակ է։ Հիսուս Քրիստոս ասում է, որ նրանք, ովքեր չեն մշակում այդ այգին, սրտացավ չեն, տիրանում են այդ այգում, ստանում են այդ այգուց այն, ինչ չպիտի ստանային, ուղղակի վատնում են այգու պտուղը, պիտի կործանվեն։ Տեսեք, ասում է, միթե դուք, եւ այդ մասին Հիսուս Քրիստոս ասել է դեռ նախքան իր մարդեղացումը, մարգարեների միջոցով, որովհետև ասում է, տեսեք, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը, միթե դուք չեք ընթերցել, այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա եղավ անկյունակար։ Որ քարը անարգեցին կառուցողները, եթե ոչ Հիսուս Քրիստոսին։ Եվ որ քարը դարձավ անկյունակար հսկայական քրիստոնեական տաճարի համար։ Այսօր էլ մենք բոլորս, որ տաճարներ ենք Սուրբ Հոգու համար, կառուցված ենք այդ նույն քարի համար, քարի վրա։ Մենք բոլորս կառուցված ենք Հիսուս Քրիստոսի վրա։ Մեր կյանքը գալիս է Աստծուց։ Եվ մենք այդ կյանքի վրա կառուցում ենք այն ամբողջ ինչ որ ունենք։ Բայց եթե մենք կառուցելով հանդերձ այդ քարի վրա անարգում ենք այդ քարը, ինչ արդյունք մենք կարող ենք ունենալ։ Մեկ այլ տեղ Հիսուս Քրիստոս ասում է, թե այն քարը, որը անարգեցին, պատճառ դարձավ նրանց բոլորի կործանման։ Այստեղ ասում է, որ նա անկյունակար է, բայց մեկ այլ տեղ Հիսուս Քրիստոս ասում է, այն քարը, որը նրանք անարգեցին, պատճառ դարձավ նրանց կործանման։ Երբ մենք այս մասին մտածում ենք, խորում ենք, կարծես թե կարող ենք հանգել այն եզրահանգմանը, թե Աստված դաժան է։ Մեկ այլ տեղ Հիսուս Քրիստոս ասում է, չէ, առակի միջոցով ասում է, ես հնձում եմ այն, ինչ չեմ ցանել։ Թեև մեր կյանքում չկա մի բան, որ Աստված չի ցանել, որովհետև կյանքը ինքնին գալիս է Աստծուց, բայց եթե անգամ մենք մտածում ենք, թե Աստված դաժան է, միթե մենք չպետք է ավելի խորը մտածենք Աստծո խոսքերի հանդեպ։ Միթե մենք իրավունք ունենք անարգելու Աստծո խոսքը եւ անտեսելու։ Մենք ունենք կյանք, որը գալիս է Հիսուս Քրիստոսից։ Մենք այդ կյանքի վրա կառուցում ենք տաճարներ, որը մեր մարմիններն են, որտեղ բնակվում է Սուրբ Հոգին։ Եվ Աստված մեզանից պահանջում է, որպեսզի այդ տաճարներից աստվածայինը բաշխվի մարդկանց, չէ որ տաճարները կառուցվում էին նրա համար, որպեսզի այդտեղ մարդիկ միավորվեին Աստծո հետ։ Եթե մենք մեր գործերով չենք նպաստում Աստծո եւ մարդկանց միավորմանը, եւ առաջին հերթին մեր եւ Աստծո միավորմանը, ապա մեզ սպասում է կործանում։ Այս ամենով հանդերձ չեմ ուզում, որպեսզի մենք ավարտենք խոսքը կործանման մասին շեշտումով, ուզում եմ մեկ մեջբերում անեմ Հովհաննեսի ավետարանից, 3-րդ գլխից, որտեղ Հիսուս Քրիստոս ասում է, որտեղ Հովհաննես ավետարանիչը ասում է, թե Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որպեսզի աշխարհը դատապարտվի։ Այգու մշակը չուղարկեց իր որդուն մշակների մոտ, այգու տերը, որպեսզի նրանք դատապարտվեն, այլ որպեսզի զղջան եւ փրկվեն։ Եվ Հովհաննես ավետարանիչը ասում է, Աստված իր որդուն չուղարկեց աշխարհը դատապարտելու համար, այլ որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, հավիտենական կյանք ունենան։